Շնորհակալ ենք Տեր, որ տալիս ես հնարավորություն քեզ մեծարելու, քո առջև խոնարհվելու, քեզ գովերքելու, քո գովասանքը բարձրացնելու դեպի քեզ Տեր։ Գոհանում ենք քեզնից Տեր, ամեն բանի համար Տեր։ Գոհանում ենք մեր կյանքերի համար, գոհանում ենք մեր աշխատանքների համար, գոհանում ենք մեր ընտանիքների համար, ամեն բանի համար Տեր։ Գոհանում ենք մեզ շրջապատող մարդկանց համար, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, ահա քո առջև ենք Տեր, ահա քո առջև ենք, գոհությամբ Տեր, բացում ենք մեր սրտերը եւ ասում ենք Տեր, դու խոսիր ամեն մեկիս հետ, դու ցույց տուր Տեր, դու ցույց տուր մեր կյանքի որ հատվածներում գուցե տրտունջ ունենք մեր ներսում, դու ցույց տուր Տեր, հալելույա, թող այդ տրտունջը հեռանա եւ գա գոհությունը, որը կբերի բազմապատկում, որը կբերի օրհնություններ իր հետևից, շնորհակալ ենք Տեր, շնորհակալություն Հիսուս, այդ գոհությունը որը կհանի անապատի մեջից, կհանի անապատից, կմտցնի քո խոստմունքի երկիրը Տեր, շնորհակալ ենք, շնորհակալություն Հիսուս, եղիր փառավորված, մեծարված մեր բոլոր կյանքերում, հալելույա Հիսուս, հալելույա, ամեն, ամեն, փառք, պատիվ, գոհություն, մեծարանք ամենակարող Աստծուն, շնորհակալ ենք քեզնից Տեր, հալելույա Տեր, շնորհակալություն, փառք ես, փառք ամենակարող Աստված, շնորհակալ ենք մեծ արքա, հալելույա Հիսուս, հալելույա, ամեն, փառք Աստծո, կարող եք տեղավորվել, շնորհակալություն մեր հիասքանչ խմբին, նրանք օրեցօր ավելի լավն են դառնում, ավելի ընտիրն են դառնում, ես շատ եմ սիրում ամեն մեկին, հալելույա, փառք Աստծուն, փառք ամենակարող Աստծուն, գիտեք, տրտունջը ինչ արեց, տրտունջը պտտեց անապատով եւ տրտունջի պատճառով այդ ժողովուրդը, անապատում պտտվող այդպես էլ մահացան, մնացին, անապատում չմտան խոստմունքի երկիրը, դրա համար տրտունջը երբեք լավ տեղ չի տանում, ունեցիր գոհացող սիրտ, եղիր շնորհակալ այն ամենի համար, Հիսուսը վերցրեց, չէ, հացը ձուկը մի քանի կտոր էր, գոհացավ եւ դա շատացավ, այն ինչ ունես գոհացի դրա համար եւ կշատանա, կբազմապատկվի, կօրհնվի Հիսուսի զորավոր անունով, հալելույա, ամեն, ամեն, փառք Աստծո, այսօր մի շատ հետաքրքիր բանի մասին եմ ուզում խոսել, բոլորի շատ ծանոթ բառ, խոնարհություն, այսօր կխոսեմ խոնարհության մասին, ինչ է խոնարհությունը, հաճախ մարդիկ արտաքնից տեսնելով, որ ինչ որ մեկը սուսիկ-փուսիկ հանգիստ մարդ, ասում են այնքան խոնարհ մարդ է, իրականում ուզում եմ ասել, որ խոնարհությունը դա բնավորություն չէ, սկսենք այդտեղից, դա բնավորության գիծ չէ, դա խառնվածք չէ, այսինքն, մարդը կարող է լինել աշխուժ, մարդը կարող է լինի հանգիստ, մարդը կարող է լինի շատախոս, քչախոս, չգիտեմ, ասենք ակտիվ եւ քիչ շարժուն, բայց ոչ նա կապ չունի խոնարհության հետ, եթե վերցնենք որպես խոնարհության հակառակը հպարտությունը, ես կարող եմ ասել եւ աշխուժ եւ պասիվ մարդը ինքը կարող է լինել եւ խոնարհ եւ հպարտ, այսինքն այդ արտաքինը այն ինչ տեսնում ենք երևացողը, եկեք դնենք մի կողմ, մարդը ունի բնավորության գծեր, մարդը ունի խառնվածք, բայց այսօր դրա մասին չենք խոսում, այսօր խոսում ենք խոնարհության մասին ուրեմն, խոնարհությունը բնավորություն չէ, դա գործողություն է, ես մի քանի տեղեր կկարդամ Աստծո խոսքից, որպեսզի ցույց տամ, որ դա իսկապես գործողություն է, խոնարհությունը հենց այնպես ինչ-որ սուսիկ-փուսիկ նստելը չէ, դա ինչ-որ մի բան անելն է, շատ սուսիկ-փուսիկների մեջ մեկ էլ տեսում ես այնպիսի հակառակություն եւ հպարտություն, նույնիսկ գոռոզություն կա, որ գուցե շատերն էլ ակտիվ, աշխուժ, այսպես անընդհատ խոսող մարդը կարող է դրան հակառակ լինել շատ խոնարհ ու հեզ անձնավորություն իր սրտում։ Կարդանք Աստծո խոսքը։ Առաջին ուզում եմ կարդալ Ղուկաս 18:14-ը։ Հիսուսը ասում է,
որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։ Տեսեք, ես ասացի, խոնարհությունը գործողություն է։ Հիսուսը պարզ ասում է, ով ինքն իրեն խոնարհեցնում է։ Ինքդ քեզ կարիք կա խոնարհեցնելու։ Դա գործողություն է, որը պետք է անես, անկախ իրավիճակներից, անկախ քո ցանկությանը։ Խոնարհությունը գործողություն է։ Ու ուրիշը ոչ ոք կողքից չի կարող քեզ խոնարհեցնել։ Կարող է քեզ կոպիտ բառ ասեմ, խեղճացնի, հա? Կարող է ձայնդ կտրես ուղակի, բայց ներսում չես խոնարհվի։ Այստեղ Հիսուսը խոսում է ներսի խոնարհ։ Ընդհանրապես խոնարհությունը դա ներսի վիճակ է, դա սրտի դիրք է, որը ամեն մեկը ինքը իրանա խոնարհեցնում, ինչը մենք տեսնում ենք Աստծո խոսքում Հիսուս Քրիստոսն է ասում։ Հաջորդ տեղը, որ ուզում եմ կարդալ, Մատթեոս 11։ Մատթեոս 11:29 խոսքը։ Հիսուսն է ասում. Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Հիսուսն ասում է ինձանից սովորեք։ Եթե դա կարևոր բան չլիներ, Հիսուսը այդպիսի հրահանգ մեզ չէր տա։ Ասում է ինձանից սովորեք, ասում է ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Ինչպես արդեն ասեցի, խոնարհությունը դա սրտից է գալիս, դա սրտի դիրքն է։ Արտաքին ինքը բնավորության ոչ մի դրսևորումների հետ ոչ մի կապ չունի։ Եվ դա գործողություն է։ Հիմա տեսնենք, կարդանք Ֆիլիպեցիս 2-ը, Ֆիլիպեցիս 2, 8-ից 9 խոսքերը կկարդամ։ Ֆիլիպեցիս 2:8։ Այստեղ խոսվում է Հիսուս Քրիստոսի մասին։ Ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Ինքն իրեն խոնարհեցրեց։ Նորից տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը ինքն իրեն է խոնարհեցնում։ Ոչ թե դա ինքն իրան ինչ որ կատարվող բան է, այսինքն այսպես հենց այնպես եղավ իր էությունից դրդված, ասում է ինքն իրեն խոնարհեցրեց։ Ես հիմա չեմ կարդա, բայց բոլորս քաչ ծանոթ ենք Գեթսեմանյան աղոթքի մասին, այո, Գեթսեմանի այգու աղոթքի մասին, որ ինչ է Հիսուսը ասում։ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակը անց կենա ինձանից, բայց ոչ իմ կամքը, այլ քո կամքը լինի։ Ճիշտ է, եւ ահա հենց այդտեղ ինքը իրեն խոնարհեցնում է։ Այսինքն իր կամքն էր, որ այս բաժակը ինձանից անցկացրու, բայց հետո Հիսուս Քրիստոսը իր անձը խոնարհեցնում է եւ ասում է. ոչ իմ կամքը, այլ թող քո կամքը լինի։ Քո կամքը։ Եվ այս խոսքերը դրան ապացույցն են։ Ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան։ Բարձրացրեց։ Մենք հիմա մի քանի տեղեր էլ կկարդանք։ Խոնարհությանը հետևում է բարձրանալը։ Բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է։ Մի տեղ էլ կարդանք Առաջի Պետրոս 5, Առաջի Պետրոս 5-ի 5-6 խոսքերը։ Նույնպես եւ դուք երիտասարդներ հնազանդվեք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհություն ունեցեք, որովհետեւ Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Այս նույն խոսքերը գրված են նաև, ես հիմա չեմ բացի, Հակոբոս 4:6-ում եւ Առակաց 3:34-ում։ Եթե կյանքումդ կա քեզ համար անհասկանալի բաներ, անհասկանալի հակառակություններ, կամ անverջ անպատասխան աղոթքներ, խորը մի հատ քննիր սիրտդ, գուցե կա
ինչ-որ սրտիդ խորքում ամբարտավանություն, ամբարտավանությունը դա մեծամիտ հպարտություն է, դու ներսումդ և մեծամիտ ես, այսինքն քեզ բարձր ես դասում, ինչ-որ մեկից, ինչ-որ մի բանից և հպարտ ես, Աստծո խոսքն ասում է, Աստված ամբարտավաններին հակառակ է, եթե ներսումդ կա ամբարտավանություն, հպարտություն, մեծամտություն, Աստված քեզ հակառակ է կանգնելու, ով ես դու մարդ, որ կարողանաս գնալ առաջ և Աստված քեզ հակառակ է, դրա համար հաճախ մարդկանց կյանքերում լինում են իրանց համար անհասկանալի բաներ, որոնք չեն կարողանում անցնել, որոնք չեն կարողանում հաղթահարել, ունենում են աղոթքներ, որ ասում են տարիներով աղոթում եմ, չեմ տեսնում պատասխան, սա միակ պատճառը չի, բայց պատճառներից մեկը կարող է լինել սա, գուցե իր կյանքում կա ինչ-որ մի փոքր հատված, թվացող փոքր, որտեղ կա այս ամբարտավանությունը, որտեղ կա հպարտությունը, որը չի թողում, որ նա գնա առաջ, ինքը եկել հասել է այդ կետին, ու հիմա Աստված իրան հակառակ է, ինքը այդ կետից ավել էլ ոչ մի քայլ չի կարողանում գնալ առաջ, որովհետև Աստված դեմ է կանգնել իրան, փակել է, միջև ինքը չապաշխարի, միջև այդ հակառակությունը չդնի մի կողմ, ինքը չի կարողանա գնալ առաջ, ամբարտավանությունը, հակառակությունը, Աստված ամբարտավաններին հակառակ է, շարունակենք, իսկ խոնարհներին շնորհք է տալիս, հիմա ամբարտավանությունը հենց խոնարհության հակառակն է, և մյուսն էլ ասեմ, խոնարհությունը ամբարտավանության հակառակն է, այսինքն եթե այդ մեծամտությունը, հպարտությունը, այդ ամեն ինչը ամբարտավանությունը, խոնարհությունը դա հնազանդությունը, դա հեզությունը, դա սրտի պատրաստական վիճակ է, որ դու ուզում ես լսել և անել, այն ինչ քեզ ասվում է, այն ինչ Աստված է քեզ ասում, որ դու չես մտածում, որ դու չես գցում բռնում, դու վազում անում ես, Աստված ինչ որ ասում է քեզ, դու ասում ես այո Տեր, հիմա շարունակենք, խոնարհներին շնորհք է տալիս, գիտեք որն է շնորհքը, ուր գնում ես, բոլոր դռները բացվում են, ինչ անում ես, ստացվում է, որտեղ որ լինում ես, ճիշտ մարդկանց ես հանդիպում, մարդկանց, որոնք քեզ օգնում են, քեզ առաջ են բրդում, ինչ անում ես այսպես հարթ, որ ասում են հարթ յուղի պես գնում է առաջ, ինչու, որտև Աստված խոնարհներին շնորհք է տալիս, շնորհք Աստծո առաջին, շնորհք մարդկանց առաջին, երբ որ դու քո սրտով խոնարհ մարդ ես, երբ որ դու ոչ մեկին վերևից չես նայում, ոչ մեկին չես ծաղրում, իմ ասած տեղերում, որ Աստծի առակաց 3:34-ում, ընդեղ նաև գրած էր ծաղր անողին է Աստված հակառակ, ծաղրը ինքը գիտեք ինչ է, շատ Աստծո աչքի առաջին զզվելի բան է, ծաղրը ինքը դիմացինին նվաստացնում է, ծաղր անողը ինքը նվաստացնում է, իջացնում է դիմացինին, ինչ որտեղ, որ ինքը լավ երևա, ծաղրը դա հումոր չի, կատակ չի, երբեք չծիծաղես ծաղրի վրա, երբեք չծիծաղես այն հումորների վրա, որոնց հիմքը ծաղրն է, որովհետև ծաղրը նվաստացնում է մեկ ուրիշին, շատ լավ հումորներ կան, կատակներ կան, ես չեմ ասում, որ հումորը կատակը պետք չի, բայց կան մաքուր, ճիշտ և գեղեցիկ հումորներ, որոնք ոչ մեկին նվաստացնելով չեն ստիպում դիմացինին ծիծաղել, իսկ խոնարհները իրանք ուր գնում են, բոլոր դռները բացվում են, աշխարհում ընդունված է ասել, ասում են բախտավոր է, ինչ անում է լինում է, այդպես ասում են, բայց գուցե իր ներսում այդ խոնարհ սիրտն է, որ ինչ ասես անում է, ստացվում է, ուր գնում է բոլոր դռները բացվում են, իր կողքը վատ մարդ երբեք չի լինում, իր կողքը երբեք սենց իրան վնասող մարդ չի լինում,
Որովհետև ինքը սրտով խոնար է, ինքը ոչ մեկին չի ծաղրում, ինքը ոչ մեկին չի նվաստացնում, ընդհակառակը ինքը կողքիններին բարձրացնում է։ Գիտեք, խոնար մարդը չի վախենում կողքինին բարձրացնելուց, որտև ինքը Աստծո առաջ է։ Նախանձ մարդը ինքը չի կարող խոնար լինի, էդ էլ ասեմ, որովհետև նախանձը ինքը իր ճակերտավոր արքայությունը հիմնում է ինչ-որ մեկի վրա կանգնելով։ Ինքը դիմացինի հաջողությանը չար աչքով է նայում, ուզում է դիմացինին ցածրացնելով ինքը բարձրանա։ Այդտեղ արդեն տեսնում ենք գոռոզություն եւ չարություն։ Նախանձ մարդը ինքը երբեք խոնար չի կարող լինի, ու հակառակը խոնար մարդը չի նախանձում։ Խոնար մարդը ինքը գիտի նախ ում առաջ է խոնարհվում, Տիրոջ առաջ։ Ասեմ նորից, որ խոնարհությունը դա նենց չի, որ հա սուսիկ փուսիկ բան չի խոսում, բան չի անում, չէ։ Այդ ամեն ինչը դնում ենք մի կողմ, այդ արտաքին երևացող բաները։ Խոնար մարդը ինքը գիտի ում առաջ է խոնարհվում, ինքը շատ լավ գիտի ինքը ով է ու գիտի ինչ է անում։ Ու ինքը իր կողքինների հաջողություններով միշտ ուրախանում է, ինքը հաջողակ մարդկանց իր կողքն է հավաքում, ինքը չի մտածում, որ կգան ոնց որ ոտիս տակը կփորեն։ Այդ նախանձ մարդն է տենց մտածում։ Խոնար մարդը գիտի իր բարձանալու ումից է։ Ինքը գիտի ինչ է անում եւ հաջողակ մարդկանց էլ միշտ իր կողքն է հավաքում։ Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ 6-րդ խոսքը Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք։ Ես ուզում եմ շեշտադրել Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք։ Ոչ թե կյանքի դժվարությունների, ոչ թե իրավիճակների, ոչ թե խնդիրների, խնդիրների, պարտքերի, ոչ։ Աստծո հզոր ձեռքի տակ, միայն Աստծո։ Ես չեմ խոսում, որ կյանքը խոնարհացրեց, այդ խոնարհացնել չի, տենց ասում են, բայց դա կոտրվել է, դա կոտրվել, ջախջախվել է, խոնարհվում ենք միայն Աստծո ձեռքի տակ, իսկ մնացած ամեն ինչը հաղթահարում ենք և անցնում ենք Հիսուսի զորավոր անունով։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի, հրաշալի խոսքեր, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի, ով? Աստված, երբեք մարդուց չսպասես, ասենք աշխատանքի տեղը, անում ես, ասում ես, ադե այսքան տարի անում եմ, ոչ ոք բանի տեղ չի դնում, այդքան ուզում եմ, ասենք, մի պաշտոն ավել բարձրանամ, չի ստացվում։ Մի սպասի մարդուց, կհիասթափվես միշտ։ Աստծո խոսքն ասում է անիծյալ է մարդու վրա հույս տնողը։ Մարդու սպասելիքները, հուսացած ամեն ինչը մի օր քեզ կբերի հիասթափության։ Դրա համար հենց սկզբից հույսդ կտրի ամեն մեկից։ Լավ մարդկանցով շրջապատված, ամեն ինչը, որ իրար սիրենք, հարգենք, ես դրա մասին չեմ խոսում, բայց թող քո սպասումները չլինեն մարդկանցից երբեք։ Մարդը չնկատեց, մարդը չկարողացավ, մարդը մտքով չանցավ։ Կարող ասենք այդ տնօրենն էլ ումից դու անդադ սպասում ես, որ քեզ պիտի բարձրացնի, ինքն էլ ասում է, հա, այս մարդը ինչ լավ իր տեղը աշխատում է, իրան ձեռ չտամ, ընտիր իր գործն անում է, բայց դու սպասում ես, որ բարձրացնի։ Չգիտեմ։ Մարդուց մի սպասի։ Ասում է, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի Տերը։ Ինքն է բարձրացնողը ամեն իրավիճակում։ Թե քո ծառայության մեջ, թե աշխատանքի տեղը, թե քո ընկերական շրջապատում, Տերն է բարձրացնում, Տերն է տալիս հեղինակություն։ Նաև ուզում եմ շեշտադրել ժամանակին բառը։ Կա ժամանակ բարձրանալու համար։ Եվ այդ ժամանակը Տերն է որոշում։ Կարող է քո աչքին երևա, որ դե այսքան անում եմ, այսքան սենց։ Տերը գիտի ամեն ժամանակ։ Քեզանից հասնում է խոնարհվել Աստծո ձեռքի տակ։
Աստծո ձեռքի տակ ու նրանից սպասել, նրան աղոթել, նրա առաջ սիրտը դպած, ոչ թե գնա մյուս գոլեգաներիդ մոտ բողոքի ասա, այսքան անում եմ, շեֆս բանի տեղ չի դնում, մի արա այդպես, օրհնիր քո տնօրենին, օրհնիր քո վրա դրվածին, օրհնիր միայն լավը խոսա, խոնարհվիր Աստծո ձեռքի տակ, եւ Աստված ժամանակին, երբ Տերը գիտի, բայց այդ ժամանակը կգա, չի ասում, որ այդ ժամանակը տենց էլ չի գա, ասում Աստված ժամանակին կբարձրացնի, կա ժամանակ բարձրանալու համար, երբեք առաջ մի ընկիր, ինքդ քեզ կարդացինք միջև այդ ասում է, ինքդ ձեզ մի բարձրացրեք, դու կարող ես փորձես ինքդ քեզ բարձրացնես, ինչ որ մի բան շինես, ասենք երեխաները ոնց են աթոռի վրա այսպես դնում են, հա կամ կուբիկները իրար վրա շարում են, բարձանում կանգնում են, հետո մեկ էլ կարող է անգնեն։ Երբ որ ինքդ քեզ ես բարձրացնում, նման է այդ ծուռ պրտիկ կուբիկների վրա, որ բարձրանաս կանգնես։ Կընկնես, կփլվի, ամուր հիմք չի դա։ Աստծո ձեռքի տակ խոնարհվիր եւ Տերը իր ժամանակին կբարձրացնի, երբ Տերն է բարձրացնում։ Տերը գիտենք, որ ամուր ժայռ է, ճիշտ է, ամուր հիմք է, չես ընկնի, չես ինքը խարխուլ չի, ոտի տակից չի սայթակի, չի ընկնի, չի փլվի, որտեվ Տերն է բարձրացնում։ Փառք Աստծո։ Հալելույա։ Կարդանք Եսայա 66:2-ը։ Եսայա 66:2։ Եվ ես, սա ասում է մեր Տեր Աստվածը, եւ ես սրան եմ մտիկ տալիս խոնարին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին հրաշալի խոսքեր ասում է եւ ես սրան եմ մտիկ տալիս մտիկ տալը գիտեք որն է ուշադիր նայել ուշադիր լսել որ ասենք ինչ որ կարևոր բան են ասում ոնց է sense մի քիչ գլուխդ խոնարեցնում ես մոտեցնում ես որ ոչ մի բան բաց չթողես, ամբողջ ինֆորմացիան լիովին ընկալես, վերցնես, այդ դա մտիկ տալն է, ասում ես սրան եմ մտիկ տալիս, դու ուզում ես, որ Աստված երբ որ ասենց մի բան ուղղակի սրտիդ մեջ, չեմ էլ ասում շուրթերից դա դուրս գալի, առավել ևս շուրթերից, սրտիդ մեջ մի բան բարձանում է, ասում ես, ուզում ես, որ Աստված այսպես անի մտիկ տա, որ լսի ասում ես սրան եմ մտիկ տալիս, ում խոնարին և կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին, խոնար, եթե նույնիսկ մի բան չես հասկանում, միևնույն արա այնպես ինչպես ասում Աստծո խոսքը, կա բաներ, մենք ամեն ինչ չենք կարող մեր կյանքում, միանգամից ամեն ինչ իմանալ, հասկանալ, մինչև կյանքի վերջել ամեն ինչ ոչ ոք չի կարող իմանալ, սկսենք այդտեղից, կա բաներ, որ դեռ չես հասկանում, կա բաներ, որ քեզ դժվար է երևում, կա բաներ, որ դեռ այդքան գիտություն չունես, եթե հասել ես այդ կետին, որ տրամաբանությունդ չի հասկանում, ասեմ ոչինչ, դու արա դա, գիտեք, Հիսուսը Գեթսեմանի պարտեզում, որ աղոթում էր, տրամաբանությամբ չէր կարող հասկանալ ոչ իր խաչելությունը, ոչ էլ իր հարությունը, չէր կարող, չէ որ եթե վերցնենք, այո, ինքը մարդ էր երկրի վրա, դե հիմա փորձեք տրամաբանությամբ դա հասկանալ, իր չարչարվելը, խաչվելը, հարություն առնելը, ամբողջ աշխարհի մեղքը վերցնելու համար, դա դուրս է ցանկացած տրամաբանությունից, մեր կյանքում էլ կարող են լինել նման իրավիճակներ, որոնք գուցե մեր մտածողությամբ, տրամաբանությամբ չենք հասկանում, եթե չես կարող տեսնել, չես կարող հասկանալ, բայց գիտես, որ դա Աստծո կամքն է, գիտես, որ Աստծո խոսքն է այդպես ասում, գուցե Հովը դա այդպես ասում, կամ ավագը դա այդպես ասում, վստահիր ու արա, գիտեք, երեխաները ամեն ինչ չի, որ հասկանում են, փոքր երեխաները,
Եվ հաճախ ծնողները ասում են այսպես արա կամ այսպես մի արա։ Երեխան չի նստում, ծնողը ինչ է սովորացնում երեխային, առանց մտածելու հնազանդվել, ասում եմ լսի, ճիշտ է, չենք ասում, կա բաներ, որ պետք է բացատրես, բայց կա բաներ, որ դու հիմա փոքր երեխային չես կարող բացատրես, ինչի հոսանքի ասենք վարդակին մի կպի, որովհետև հոսանքը կխփի, տնես ֆիզիկա ամբողջությամբ բացատրես, մեկը չի հասկանա, դու իրան սովորացնում ես, չի կարելի, չկպնես, ի վիճակի էլ չի հասկանա, կա բաներ, որ ուղղակի երեխային սովորացնում ենք, չի կարելի ու վերջ, որտեվ դու գիտես, որ ինքը ի վիճակի էլ չի հասկանա այդ բարդ, ասենք գիտությունը, ինչու չի կարելի, հա կարող ես մի քիչ բացատրես, գիտես քեզ կվնասի, այդքանը կհասկանա, այդ Աստծո խոսքն էլ ասում է մի արա այսպես, ասում է մեղքի վարձքը մահն է, այդ մահը վնասում է քեզ, Ադամն ու Եվան, որ պտուղը կերան օձը ինչ ասեց, ասեց չեք մեռնի, իրանք էլ կերան ասցին, վայ չմեռանք, բայց գիտենք ինչքան ավելի խորն էր ամեն ինչը, դա հոգևոր մահ էր, դա հոգևոր մահ էր, որը իրանց կտրեց Աստծուց, Աստծո ներկայությունից, հաճախ էլ մեր կյանքում կա բաներ, որ այ ոնց որ Ադամն ու Եվան, հա վայ, անում եմ էլ, ոչ մի բան չի լինում, իմ համար լավ ապրում եմ սենց, առանց գիտակցելու, որ դա կտրում է Աստծուց, դա պատակառուցում կամ ինչպես մի քիչ առաջ ասեցի, եթե կա այդ ամբարտավանությունը, ինքը հակառակություն է Աստծո դեմ։ Ու հաճախ այդ չի թողում, որ գնաս առաջ։ Կա տեղեր, որ առանց հասկանալու, եթե Աստծո խոսքը ասել է ների, կարող ասում ես, բայց գիտես ինքը ինչ է արել է, ոչ ոք չի արդարացնում դիմացինի քայլերը, սխալ է արել, բայց ես ոնց ներեմ իրան, ըստ Աստծո խոսքի, առանց հասկանալու, առանց տրամաբանության, Աստծո խոսքն ասում է ների, ուրեմն դրա խոնարհվի դրա հետևը կա քո համար մի հատ նոր բարձունք, այդ խոնարհության հետևը, նույնիսկ եթե դու չես հասկանում ոնց ներես, նույնիսկ եթե չգիտես, խոնարհվի, ծնողը ինչի է երեխային ասում, սա չանես, չի կարելի, հոսանքին չկպնես, որտև սիրում է, այստեղ քեզ արդեն պետքա քո երկնային հոր ճանաչողությունը, որ հասկանաս, որ ինչ որ ասում է հայրը, սիրուց դրդված է ասում, ոչ թե իր, սենց ոնց ասեմ, խոսքը ուղակի այսպես հաստատելու համար, այլ ասում է, որտև քեզ սիրում է, երբ որ Ադամին Եվային ասել էր պտղից չուտեք, որտև կմեռնեք, սիրուց դրդված էր ասում, ու հաճախ այդ որպես ծնող Աստծուն ճանաչողությունը խանգարում է, որ մարդը խոնարհվի, որտև ինքը մտածում է, որ Աստված իրա չարն է ուզում, Աստված չի ուզում, որ իր վերջը լավ լինի, դրա համար մարդիկ հաճախ սկսում են իրենց կյանքը կառուցել այնպես, ինչպես իրենք են ուզում, ոչ թե այնպես, ինչպես Աստծո խոսքն է պատվիրում, և հանդիպում են հակառակությունների, հանդիպում են դժվարությունների, խնդիրների, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսն ուզում է, որ հնազանդվենք իր խոսքին, եթե ասում է ների, ինքը գիտի, որ դրա մեջ մեծ զորություն կա, դրա մեջ մեծ ազատություն կա, գիտեք, որ չներումը առաջինը կապանքա հենց չներողի սրտի համար, կարող է դիմացինը չգիտի էլ, որ դու իր հանդեպ չներում ունես, իր համար հանգիստ քնում է, հանգիստ ապրում է, իսկ քո սրտի ներսի չներումը չի թողնում, որ դու հանգիստ քնես, հանգիստ ապրես, ուրախ վայելես քո կյանքը, հավատացեք դա այդպես է, ատելությունը ինքը ծանր բեռ է, որ չի թողնում, որ դու խաղաղ, ուրախ ապրես, դրա համար Աստված ասում է, սիրեք, սիրո մեջ հեշտ է, սիրո մեջ խաղաղ է, սիրո մեջ չկա վախ, չկա կապանքներ, Աստված ասում է հեշտ ապրի, հանգիստ ապրի,
Աստծո խոսքով ապրելը հեշտ է։ Սատանան մարդկանց խաբում է, ասում է դժվար է։ Դժվար է Աստծո խոսքով ապրել, ով կարող է Աստծո խոսքով ապրել։ Մենք կարող ենք, որովհետև Տիրոջից ունենք այդ շնորհքը։ Աստծո խոսքով հեշտ է ապրելը։ Դժվար է մեղքի կյանքով ապրելը, որովհետև մեղքը բերում է հիվանդություն, մեղքը բերում է խնդիրներ, մեղքը բերում է տանջանք, մեղքը բերում է շատ խառնաշփոթ բաներ։ Հեշտ է ապրել այդպես ոչ։ Իսկ Աստծո խոսքը բերում է բժշկություն, Աստծո խոսքը բերում է ուրախություն, Աստծո խոսքը բերում է խաղաղություն։ Իրականում Աստծո խոսքով ապրելը շատ հեշտ է։ Ամեն։ Հալելույա։ Փառք քեզ Տեր։ Հաջորդը ուրեմն ում Աստված մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին։ Մի քիչ խոսեմ կոտրած հոգի որն է։ Կյանքից կոտրվածը չի դա։ Դա Տիրոջ առաջ կոտրած հոգին է։ Տիրոջ խոսքի առաջ։ Դա նա է, որ դու քո եսը առաջ չես բրդում։ Որ երբ որ մի բան գիտես, որ ասում է, նույն օրինակը բերեմ, հա, Աստված ասում է ների, դու չես ասում, ինքը արժանի չի դրան, որ ես ներեմ։ Ինչքանը տենց ասես, առաջ չես գնա, ամբարտավաններին Աստված հակառակա, մեծամիտներին, գոռոզներին ու հպարտներին։ Ունեցի կոտրած հոգի Աստծո առաջ, կոտրվիր Աստծո խոսքի առաջ։ Քո ներսը կոտրիր Աստծո խոսքի առաջ։ Ասում է ների, ասում է բաց թող մի մտածի, ինչքան ներեմ, օրը 7 անգամ 70, օրական 490 անգամ, եթե մեկին չես ներում, ուրեմն չես ներել, փորձիր այդքան, Հիսուս այնպիսի թիվ ասեց, որ ինձ թվում է հնարավոր չի, եթե դու օրական 490 անգամ ներսումդ ասես, ես ներում եմ այս մարդուն, այս արարքի համար, ես հավատում եմ դու կազատագրվես այդ չներման կապանքից։ Կոտրիր եսդ, ես ոնց ներեմ, այդ եսն է մեծ, այդ եսդ ինչքան մեծանա, այնքան Աստված քեզ հակառակա կանգնելու, ասելու է տղա ջան, աղջիկ ջան, այդ եսը չի թողնում գնաս առաջ, խոնարհվիր Տիրոջ առաջ, Տիրոջ խոսքի առաջ, ու նա կբարձրացնի, ամեն, ամեն, եւ ասում է իմ խոսքից դողացողին, սա Տիրոջ խոսքն է, Տերը պատվիրում է մեզ դողալ իր խոսքից, դողալ գիտեք ոնց, որ ուզում ես ամեն ինչ անես հենց այնպես ինչպես ասվում է, ոչ թե հադելավ մի բան կանեմ էլի, սենց մի հատ բարկա չէ խրդի բրդի, այնքան որ, չէ, եթե քեզ ասել են, այս բանը խնդրում եմ վերցրու, դիր ստեղ, ստեղից դիր ստեղ, ուրեմն ամեն բանի մեջ աշխատիր լինել կատարյալ, այս բանը ստեղից որ վերցնում ես դնես ընդեղ, ճանապարհին ձեռքիցդ աշխատի չգցես, ուրիշ բան չկոտրես, ու ասել են ստեղ դիր, ստեղ մի դիր, մի ասա, հալավ դեստե կդնեմ, ինչ ա եղել որ, այդ քո ներսն է, գիտես, սովորում Աստծուն խոնարհվել, մանր բաներով, փոքրիկ բաներով, ծառայության մեջ իրար ծառայելով, ինչ որ մի բաներ անելով, մենք սովորում ենք մեծի մեջ լինել կատարյալ։ Այդ է խոսքից դողալը, որ այսպես է ասել, լավ, սենց անեմ, աշխատիր քեզ ամբողջությամբ ներդնել ամեն ինչի մեջ, ինչը որ անում ես, ասեցին դիր ստեղ, գուցե չես է հասկանում, եթե մտածում ես, ասենք, լավ, կարող ես ստեղ չէ մի քիչ ես ձևի, կարող ես խորհրդակցել, ասենք օրինակ ավագիդ, որ գիտես այս բանը կարելի է սենց դնել, ինքը կասի, ճիշտ ես ասում, այդպես արա, կասի չէ, սենց դիր, ուրեմն ինքը քեզնից ավելի հեռուն է գուցե տեսնում, դու դիր հենց այդպես, ինչպես քեզ են ասել, հնազանդության մեջ սովորում ենք խոնարհվել, կատարյալ խոնարհություն,
փոքրիկ բաների մեջ ենք սովորում ամեն ինչ։ Ասում է փոքրի մեջ հավատարիմին մեծը կտամ։ Եթե փոքրի մեջ հավատարիմ չլնես, փոքրի մեջ չսովորես խոնարհվել, չսովորես հնազանդվել, ավելինը երբեք չի տրվի։ Դրա համար ասում է ժամանակին կբարձրացնի։ Այդ ժամանակը գիտեք երբ է գալիս։ Երբ որ 10 հատ փոքր ճիշտ արեցիր, 50 հատ մի քիչ ավելի մեծ ճիշտ արեցիր, 100 հատ դրանից էլ ավելի մեծը մի քիչ ճիշտ արեցիր, քիչ բարձրանում ես։ Աստված երբեք sense մի անգամից չի բարձրացնի։ Գիտեք ինչի, որ մի անգամից չընկնես, որովհետև քիչ երբ որ փոքր աստիճաններ ա ոտքի տակ Աստված դնում, դու ամուր կանգնում ես այդ դրանց վրա, որ մի անգամից բարձրացնի, չես մնա երկար։ Իսկ Աստված հոգատար է, ինքը այդ ամեն ինչի մասին։ Սատանան է, գիտեք, մի անգամից բարձրացնում։ Հիսուսին ասեց, ինձ երկրպագի, այս ամեն ինչը քեզ կտամ։ Սատանան տենց է բարձրացնում։ Աշխարհում տեսել եք մարդկանց, որ մեկ էլ հոպ, էս ինչ նոր աստղ բարձացավ, սենց բարձացավ, դառավ ինքը ամենան։ Երկար չի տևում։ Մի անգամից վայր է ընկնում։ Սատանան այդպես է բարձրացնում, մի անգամից։ Աստված այդպես չի անում։ Որտեվ սատանայի նպատակն է կորցնել, կործանել, քանդել, ջախջախել, վնասել, ցավացնել։ Իսկ Աստծո նպատակն է շինել, կառուցել ու վերջում բերել իր արքայություն։ Դրա համար ինքը երբեք մի անգամից չի բարձրացնում։ Քայլ։ Եղիր համբերատար, եղիր օրհնող, եղիր գոհացող։ Այդ գոհությունն էլ է, գիտես, ամեն անգամ մի հատ աստիճան է։ Գոհությունը ինքը լավ շինանյութ է։ Աստծո արքայության մեջ ինքը լավ պինդ հիմք է ոտքերի տակ։ Միշտ գոհացիր։ Հիսուսը գոհացավ ու բազմացավ, ճիշտ է, հացն ու ձուկը։ Գոհությունը ինքը մի անգամից բերում է բազմացում, շատանում է ամեն ինչը, առատություն է բերում գոհությունը։ Իսկ տրտունջը ինչ արեց, թողեց անապատում։ Տրտունջը չթողեց, որ Աստծո ժողովուրդը դուրս գա հասնի խոստմունքի երկիր։ Երբեք տրտունջին մի սարքի քեզ ընկեր։ Եթե ունես այդ բնավորությանդ գիծը, փոխիր, պետք չի դա քեզ։ Լավ տեղ չի տանում տրտունջը, գոհացող եղիր միշտ։ Իմ խոսքից դողացողին ջանք գործադրիր, որ Տիրոջ խոսքը կատարես, հենց այնպես ինչպես Տերն է ասում։ Ջանք գործադրիր, ամեն ինչ արա, ինքնահոսի վրա մի թող, ինքն իրան, դե կլնի էլի, դե ապրում ենք էլի, քո կյանքի ղեկը պահիր քո ձեռքերում։ Աստծո խոսքն Հակոբոսի մեջ ասում է, որ լեզուն է, ճիշտ է մեր կյանքի ղեկը։ Նախ լեզվիդ սանձիր, սխալ բաների մի խոսիր, լեզուն ուղղություն է տալիս կյանքին։ Ղեկն է։ Այդ ղեկը ճիշտ ուղղությամբ պահիր, որ կողքից վթարի չենթարկվես։ Եվ ջանք գործադրիր, որ Տիրոջ խոսքի վրա դողաս, անես, Տիրոջ երկյուղը։ Գիտեք, որ նա Տիրոջ երկյուղը, այսքան շատ մեծ է, ես ընդամենը մի քանի բառ կարող եմ այս պահին ասել։ Երբ որ նախ եւ առաջ դու գիտակցում ես, որ քո կյանքի ամեն մի վայրկյանը Տիրոջ առաջ է։ Քո ամեն մի սրտի մեջ ասված բան, քո ամեն մի միտք Տիրոջ առաջ է։ Երբ որ այդ գիտակցումը ունենաս, կսկսես ճիշտ ապրել։ Ոչ թե ասում ես, հալավ ստեղ մարդ չկա, ինչ կլինի, որ ես վերցնեմ դնեմ գրպանս։ Մարդ չկա, Տերն է տեսնում։ Հալավ ասել են այս բանը սենց դիր, հա դե ոչ ոք չի տեսնում, սենց կշպրտեմ կգնամ։ Ում առաջարեցիր դա։ Տիրոջ։ Քո հետևից ով քեզ ասել էր տենց դիր, եթե տեսավ շպրտածա, սոսիկ փուսիկ կգա, կուղի, սիրուն կդնի։ Բայց արդյունքում դու մի քայլ հետ ես մնում նրանից, ուր Աստված քեզ ուզում է տանի։ Ջանք գործադրիր, որ միշտ ամեն ինչը կատարյալ ձևով անես։ Երբ որ գիտակցես, որ ոչ մի բան Տիրոջ աչքից չի վրիպում, գուցե վերանայես քո կյանքը, սկսես ուրիշ ձևով ապրել, սկսես ուրիշ ձևով վարվել։ Ամեն բան Տիրոջից է
եւ Տիրոջով։ Երբեք մի նայի մարդկանց։ Աստված կարող է փոխի քո կողքի մարդկանց։ Աստված կարող է փոխի քո տնօրինություն եւ այլն եւ այլն։ Աստված մի ակնթարթում այսպես հոպ ամեն ինչ կարող է փոխի։ Ամեն ժամանակ կարճած եղի Տիրոջից ու քո սպասումները թող միշտ լինեն միայն Տիրոջից։ Գիտակցիր, որ ամեն վարքյանդ Տիրոջ առաջ ապրած։ Միտք է գալիս, վատ միտք է գալիս, ատելության միտք է գալիս, անարգանքի միտք է գալիս։ Սանձիր, նույնիսկ մտքերը։ Մեզ Հիսուսը սովորացնում է այդպես, այո, նույնիսկ մտքերդ պետք է սանձես, որովհետև դու բացես Տիրոջ առաջ, Տերը քո ամեն միտքը տեսնում է։ Սանձիր մտքերդ, մաքրիր։ Ասա Տեր, ինչ պիղծ մտքեր է գալիս, օգնիր ինձ ազատվել դրանից։ Կատեղ էլ, որ ինքդ պետք է ասես, Տերը չի գալու օգնի, դու ինքդ պետք է ասես, ես հրաժարվում եմ մեզ մտքերից, ես հրաժարվում եմ մեզ մտքերը ընդունելուց, ու ինքդ կառավարիր, ինչ ես մտածում, ինչ ես խոսում առավել ևս, և ինչ ես անում, Տիրոջ առաջը ամեն բան, ոչ ոք չի տեսնում, Տերն է տեսնում, ամեն խոստմունք փոխկապակցված է, ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, ինձ թվում է տենց մարդ չկա այս աշխարհում, որ չի ուզի իմաստուն լինել, մեզ իմաստությունը ամեն տեղ է, պետք ու անընդհատ ամեն վայրկյան, եկեղեցում, ծառայության մեջ, ընտանիքում, ծնող երեխա փոխհարաբերության մեջ, կին ամուսին փոխհարաբերության մեջ, աշխատանքի տեղը, ուսման տեղը, ամենուր, մենք իմաստության կարիքն ունենք միշտ եւ ամեն տեղ, ինչպես ունենանք այդ իմաստությունը, Տիրոջ երկյուղը իմաստության սկիզբն է, եթե ուզում ես այդ իմաստությունը սկսի գործել քո կյանքում, ձևավորիր մեջը Տիրոջ երկյուղը, որ ամեն վայրկյանը Տիրոջ առաջ ես դու, քո ամեն միտքը, քայլը, փափագը, մտածմունքը, խոսքը Տիրոջ առաջ է ասված։ Այդ ժամանակ Տիրոջ իմաստությունն էլ կսկսի քիչ, կաթիլ ավելանալ քո կյանքում։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, եւ էլի շատ խոստմունքներ կան Տիրոջից վախեցողի համար։ Տիրոջ երկյուղը Աստծո խոսքը կատարելն է։ Դու այնքան պետք է ներսումդ վախենաս, լավ իմաստով եմ ասում, դողաս, որ մի բան հանկարծ սխալ չանես, այդ ժամանակ դու օրեցօր կգնաս կատարելության։ Մենք լավ խոսք ունենք հայերս, որ ասում է օրինակի համար երեխեքի վրա դողում է, իր երեխու վրա դողում է, կամ ինչ-որ մեկի վրա դողում է։ Դա ինչ է նշանակում, որ ասենց ամեն ինչ անում է, որ ամեն ինչը տեղը տեղին լինի, ընտիր լինի, լավ լինի, ուշադիր է, ճիշտ է։ Հիմա Աստծո խոսքն ասում է իմ խոսքից դողացողին։ Աստծո խոսքի վրա այդպես եւ դրանից էլ ավել պետք է դողաս, որ ամեն մի տառը կատարյալ ձևով կարողանաս իրականացնել, ամեն մի ասվածը կարողանաս անել, ամեն մի հրահանգը կարողանաս մտցնել քո սրտի մեջ ու դարձնել քոնը, քո կյանքի անբաժանելի մասնիկը։ Բոլոր խոստմունքները փոխկապակցված է, եթե այսպես անես, այսպես կլինի, եթե սա անես, այսպես կլինի, ճիշտ է, եթե Տիրոջը սիրես, պատվես, օրհնված կլինես, եթե գնաս սխալ ճանապարհով, մեղքի ճանապարհով, կուռքերի ճանապարհով, անիծված կլինես։ Դրա համար նաև հենց Աստծո խոսքն է ասում, ընտրիր կյանքը, որ ապրես, կյանքն ու մահը, ճիշտ է, Աստված դնում է քո առաջ։ Ընտրիր կյանքը, դու ես ընտրում այդ կյանքը, ինքն իրան չի դա, դու ընտրում ես, դա գիտակցված որոշում է։ Ուզում եմ կարդալ Ծննդոց 22-րդ գլխից։ Ծննդոց 22:11-12 Աբրահամի կյանքից, պատմության սկիզբը չեմ կարդա, կարող եք հետո նայել, երբ որ Աստված ասում է գնա Իսահակին զոհի,
Մենք գիտենք, որ Աստված խոսում է, ասում է, եւ Աբրահամը վաղ առավոտյան ճանապարհ անգնում, գնում է 3 օրվա ճանապարհը, եւ հետո գալիս է իր որդուն բերում է, եւ ես կկարդամ արդեն 11-12-րդ խոսքը։ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. Աբրահամ, Աբրահամ, նա պատասխանեց. ահա ես։ Նա ասեց. ձեռքդ մի տուր տղային, ոչ մի բան մի արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց։ Աստծուց վախենալը գործողություն էր։ Դա պարզապես ինչ-որ էյֆորիա չէր, դա պարզապես զգացմունք չէր, վայ ես Աստծուց նենց եմ վախենում, դա գործողություն էր։ Քո կյանքը, քո կյանքի գործողությունները, քո ապրելակերպը պետքա ցույց տա, որ դու Տիրոջից վախենում ես, ունես Տիրոջ երկյուղը։ Եվ մենք տեսնում ենք այս գործողությունը, որ Աբրահամը արեց, բերեց Իսահակին, հենց հրեշտակը այդ խոսքերն է ասում։ Հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց։ Օդի մեջ չենք ասենց ուղակի եթերային վախենում Աստծուց։ Մեր ապրած, մեր կատարած գործողություններով, արարքներով եւ խոսքերով ենք մենք վախենում Աստծուց։ Եվ գլխի միջև վերջ, որ կարդակ կտեսնեք դրանից հետո նոր խոստմունքներ եկան Աբրահամի կյանքում։ Ինքը խոնարհվեց, ինքը արեց այն, ինչ Աստված ասում էր, եւ Աստված էլ տվեց մեծ խոստմունք իր սերնդի համար, որ մինչև այսօր իր ազգը այդ օրհնությունները դեռ վայելում է, մինչև այսօր Աբրահամի օրհնությունները։ Այնպես որ խոնարհվելուց հետո գալիս է խոստմունք։ Խոնարհվելուց հետո Աստված բարձրացնում է։ Աստված նոր մակարդակի մեջ է կանգնացնում։ Գիտեք, սրանից հետո էլ տեսնում ենք նման բան Աստված չի ասում Աբրահամին։ Ինքը մտնում է այն կատարյալ, հա, արդեն ոնց ասեմ, այդ օրհնության կյանքի մեջ։ Օրհնության կյանքի մեջ։ Կա օրհնություն խոնարհության մեջ։ Խոնարհությունը գործողություն է։ Տիրոջից վախենալը գործողություն է։ Միայն խոսքեր չեն։ Լավ է, որ ասում ես, ամեն բան խոսելուց է սկսվում։ Բայց դա չպետք է լինի միայն խոսքեր։ Դա պետք է լինի գործողություն։ Դա պետք է լինի ամբողջ կյանքի ապրելակերպ։ Միշտ եղիր, իմացիր օրհնություն կա խոնարհության մեջ։ Օրհնություն կա ու Աստված իր ժամանակին կբարձրացնի։ Իր ժամանակին։ Մարդը չի որոշում բարձրանալու ժամանակը։ Տերն ունի իր ժամանակը։ Ամեն։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Հիմա ես ուզում եմ, որ դու մտածես քո ներսում։ Գուցե կան տեղեր, որ բռնացրեցիր, որ ինչ-որ ամբարտավանություն կա սրտիդ մեջ, քո կյանքում, դրա համար էլ կանգնել ես մի պատի առջև, որ չես կարողանում անցնել առաջ։ Տերն է այդ պատի հետևը կանգնած, ամբարտավանությունը կոտրիր, խոնարհվիր, Աստված կտա շնորհք, կբացի դռներ։ Կամ գուցե ինչ-որ տեղ կա, որ տեսնում ես, որ չես խոնարհվել, չես հնազանդվել։ Եկեք հիմա ուղղակի աղոթենք, որ սիրտդ բաց, խոստովանիր Տիրոջը, մաքրվիր, խոնարհվիր Տիրոջ խոսքի առաջ, Տիրոջ ձեռքի տակ ու հավատա, որ կգա օրհնությունը։ Տերը շուտով կբարձրացնի, չի ուշանա, Տերը չի ուշանա բարձրացնելու քեզ։ Ո մեր Հայր, ահա քո առջև ենք կանգնած, Տեր։ Աղոթում ենք, Տեր, որ այս խոսքը, որ դու տվեցիր, հիմա գա ներթափանցի մեր սրտերի մեջ, որ եթե կան ինչ-որ բաներ, որոնք այսօր ուղղակի պատի պես կանգնել են, որ դու գաս ու գործես մեր կյանքերում, օգնիր, որ դրանք դնենք մի կողմ։ Քո լույսը սփռիր ամեն մեկիս սրտերի մեջ, որ եթե կա ինչ-որ մութ, խավար, անհասկանալի, մշուշոտ տեղեր,
այդ լույսի ներքո այդ ամենը չքվի ու հեռանա։ Քո լույսը գա ու ցույց տա Տեր։ Քո ջրերը թող հիմա հորդեն մարդկանց սրտերի մեջ, որ այդ անարատ մաքուր ջրերը հորդեն, ու եթե ինչ-որ բաներ կան, որ կեղտի պես կպել են սրտի պատերին, իրանք ուղղակի լվանան ու մաքրեն, լվանան, մաքրեն, տանեն։ Օ Տեր, շնորհակալ ենք Տեր, գոհանում ենք քեզնից մեր արքա, գոհանում ենք Տեր, որ քո լույսի մեջ ցույց ես տալիս, որ բարձրացնում ես, որ լվանում ես, որ մաքրում ես, այո, քո հոգին ջրի պես գալիս է, մաքրում է, սրբում է, օրեցօր բերում է սրբացում Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Տեր, ուզում ենք նոր ձևով ճանաչել քո երկյուղը, նոր ձևով ճանաչել քեզ։ Եթե ինչ-որ տեղեր կա, որ անարգել ենք, ապաշխարում ենք մենք Տեր։ Տեր, ահա ուզում ենք գիտակցել, որ մեր կյանքի ամեն մի ակնթարթը քո առջև ենք ապրում Տեր։ Օգնիր մեզ սուրբ ապրել քո առջև, մեր կյանքի բոլոր օրերում Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք։ Օգնիր Տեր, եթե կա չներում ինչ-որ մեկի սրտում, որ ազատվի ինքը, ազատվի այդ կապանքից, որը տանջում է հենց իրեն, ազատի այդ կապանքից, որը չի թողնում առաջ գնալ, որը չի թողնում ուրախ ապրել, որը չի թողնում խաղաղ ապրել Տեր։ Գոհանում ենք քեզնից Տեր, գոհանում ենք Հիսուս։ Օգնիր հասկանալ Տեր, մեր կյանքում, որ մասերում գուցե չենք խոնարհվել Տեր, քո խոսքի առաջ։ Օգնիր հասկանանք եւ խոնարհվենք Տեր, քո առջև, քո խոսքի առջև ու քո կամքի առջև։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այն մեծ խոսքի համար, այն մեծ խոստմունքի համար, որ դու տվել ես մեզ։ Եվ ես սրան եմ մտիկ տալիս, խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին, եւ իմ խոսքից դողացողին Տեր, մենք ուզում ենք լինել ամեն ժամանակ այն մարդիկ, որ դու մտիկ կտաս, այո, մեր ամեն մի խոսքին, ամեն մի արարքին ու ամեն սրտի փոքր իսկ փափագին Տեր։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք ես մեծ խոստմունքի համար, որ դու տվել ես քո խոսքի մեջ Հիսուս։ Գոհանում ենք Տեր, հալելույա, Տեր, եղիր մեծ արված ու փառավորված մեր կյանքերում, Հիսուս Քրիստոս, հալելույա, հալելույա, փառք քեզ ամենակարող Աստված, փառք, պատիվ գոհություն, հալելույա, եղիր խոնար, դրա մեջ կա մեծ օրհնություն, ամեն, Տերը իր ժամանակին կբարձրացնի, հալելույա, ես ուզում եմ հարցնել, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է եկել,